Բարև ձեզ բարեկամներ, շաբաթօրյա Փակ TV-ն է եթերում։ Դուք հավանաբար նկատել եք, որ հատկապես շաբաթ եւ կիրակի օրերին մենք փորձում ենք մեր ունկնդերին ներկայացնել այնպիսի հաղորդումներ, որը ոչ միայն հետաքրքիր է, այլ ինչ որտեղ նաեւ բացառիկ իր բնույթով։ Մենք այդ ավանդույթը պահպանում ենք։ Այ կիրակի օրը ձեզ շատ մեծ անակնկալ է սպասում։ Ես չեմ ուզում խաղաքարտերը բացել, բայց շաբաթ օրվա մեր թողարկումն էլ ձեզ համար նույնպես հաճելի անակնկալ է։ Հաճելի եմ ասում, որովհետև մենք այսօր հյուրընկալել ենք մի անձնավորության, ով իսկապես շատ այսպես աննկատ ներխուժեց մեր հասարակական քաղաքական կյանք եւ դարձավ շատ շատերի ուշադրության կենտրոնը։ Խոսքս Քոչարի կուսակցության նախագահ Քենիայի փոխոստիկանապետ գեներալ լեյտենանտ Արտակ Սարգսյանի մասին է, նա ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Գիտեք, ես կարծում եմ, որ դուք արդեն հասցրել եք, այսպես ինտեգրվել Քենիայից վերադառնալուց հետո հայ հասարակության այս անցուդարձին եւ ինչպես եք ձեզ զգում։ Նախ շնորհակալություն հրավերքի համար, երկրորդը մի փոքր ուղում կանեի աննկատ մուտքը քաղաքական կյանք, այդքան էլ աննկատ չէր, ԱԱԾ, ես չգիտեմ, տարբեր բացեք փակագծերը։ Տարբեր ստրուկտուրաներով եկան ձերբակալեցին, կալանավորեցին։ Լավ եմ զգում, կասեմ, որ շատ հետաքրքիր քաղաքական դաշտ ունենք եւ լավ եմ զգում։ Պարզ է։ Այ ձեր կուսակցությունը կոչվում է Քոչարի։ Շատերը հարցում են, ինչու Քոչարի, ոչ թե մեկ այլ անվանում, ինչու եք դա բացատրում։ Ուրեմն ես զարմանում եմ, որ հայը կարող է հարցնի ինչու Քոչարի։ Ես աշխատություն եմ գրում հենց Քոչարի վերաբերյալ, երևի մի քանի մասով մեր էջերում կհրապարակեմ եւ ձեզ էլ կուղարկեմ, որպեսզի դուք էլ հրապարակեք։ Կասեմ, որ Քոչարին դա մեր գենն է, մեր կրոնն է քրիստոնեությունից առաջ, մեր միասնության սիմվոլն է, նույնիսկ եղել են հարուստ աղքատ իշխան գյուղացի եւ նրանց միավորման միակ կետը եղել է Քոչարին մարտերից առաջ, այսինքն սա միասնության սիմվոլ է, որը որ հիմա մեր ազգին շատ կարևոր է եւ շատ այլ սիմվոլիզմ ունի, խորհրդանիշ է այս անվանումը, որը կամաց ժողովուրդը կհասկանա եւ ելի եմ ասում ըստ ընդգրկվածության այս կուսակցության այս պայքարի մեջ ամեն մեկի համար դա տարբեր ինչ-որ բան է խորհրդանշելու։ Գիտեք, պարոն Սարգսյան, դուք ես ասացի, որ Քենիայի փոխոստիկանապետն եք, բայց հիմա Հայաստանում եք, դա չի խանգարում ձեր գործունեությանը, կապը կա Քենիայի հետ եւ ինչպես եք իրականացնում ձեր աշխատանքը։ Իհարկե կապը կա Քենիայի հետ, թե ընտանիքի հետ, թե ստրուկտուրաների հետ։ Հիմա օֆիցիալ, ասենք, որպես արձակուրդ ձևակերպված մենք ես այնտեղի հականնարկոտիկի ստեղծողն եմ եւ հատուկ ջոկատի ստեղծողն եմ QRU Quick Response արագ արձագանքման ջոկատի, որի հիմնական աշխատանքներ առաջի դեմքերի պաշտպանությունը թե երկրի ներսում, թե հյուրերի հականնարկոտիկը, փողերի լվացումը դրա հետ եւ տերորիզմը, հակատերորիզմը, այսինքն երբ որ ստեղծում ես խորքային համակարգ, արդեն եթե նույնիսկ դու հեռահար ես փորձում կառավարել, դա հաջողում է։ Եթե չկա խորքային համակարգ, այսինքն եթե ստեղծում ես խորքային պետություն, խորքային համակարգ, ապա այդ պետությունը անհատներից չի կարող կախված լինել։ Վաղը եթե ես չլինեմ, միևնույն է համակարգը աշխատելու է, ինչպիսին ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն է կամ Իսրայելն է, տեսեք, խորքային պետություն են, կապ չունի թե նախագահը
հոգիների հետ է խոսում կամ ինչ որ գործողություններ է անում կամ երկու հատ շենք փլվեց Նյու Յորքում համակարգը աշխատում է, պետությունը աշխատում է, դա խորքային հենց պետության գաղափարն է, որը որ ցավոք մեր երկրում չկա, կախված է անհատներից։ Ես պիտի ասեմ, որ երբ որ դուք 44 օրյա պատերազմից առաջ եկաք Հայաստան, անմիջապես իշխանություններից զգուշացիք, որ պատերազմ է լինելու եւ առաջարկեցիք նաեւ ձեր ծառայությունը, որտեղ էի դուք ձեզ տեսնում եւ ինչպես դա ընդունվեց իշխանության կողմից։ Ուրեմն անձնական ծառայությունը եղել է ԱԱԾ դիմել եմ, որպեսզի ներգրավեն կապի մեջ, որպեսզի կարողանամ ասենք լսել, քանի որ խոսում եմ բոլոր արաբական դիալեկտներով բացի Թունիսի եւ Մորոկոյի, նրանք արաբերենը չեն խոսում, եւ խոսում եմ ուրդու, որ մեծ օգուտ կտայի, ասենք այդ ռադիո ալիքները լսելով, այդ հակառակորդի ուժերը կեղծ դիրքեր ուղարկելով կամ տալով ինչ-որ լուրջ ինֆորմացիա մեր երկրի ՊՆ-ին կամ ԱԱԾ-ին, ցավոք ասացին, որ ձեր ծառայությունը պետք չի, մեկ այլ ծառայություն էլ ենք առաջարկել վարձկանների բերելը Հայաստան եւ 2-3 օր հետ գցեցին, երրորդ օրը մի դավաճան որոշում ընդունեց պարլամենտը, պատերազմի երրորդ օրն էր, որ վարձկանները Հայաստանում արգելված են։ Պարզ է։ Եվ ավելին դուք հետո, չգիտեմ ինչ հանգամանքների բերումով հայտնվեցիք կալանավորի վիճակում, տնային կալանք էր, չգիտեմ թե ինչ էր, այդ մասին միգուցե դուք բացեք փակագծերը։ Այո, գտնվեցինք, սկզբից ձերբակալվեցինք, ես եւ եղբայրս ստանդարտ զենքի մեղադրանքով եւ 72 ժամ հետո փոխվեց, այդ մեղադրանքը դարձավ, առաջին օրը նույնիսկ փոխվեց, դե զենքը չկար, եղան սպառնալիքներ, որ հեսա զենքն էլ կբերենք, հեսա զենքն էլ կգցենք ձեր տունը, միայն ընտանիքի խոհեմությունն ու ուշադրությունը, որ երբ որ գնացել էին խուզարկել, բոլորը հեռախոսներով, սենյակները փակել էին եւ խուզարկողների հետևից ֆռում էին, նկարում էին, որպեսզի նրանք չկարողանան ինչ-որ ման գցել։ Սրիկայություն անել, այո։ Սկսած նարկոտիկի, զենքի շատ ծանոթ ձեռագիր է։ Եվ չհաջողվեց անելը, իհարկե մեկ օրվա մեջ եղբորս հեռախոսի մեջ տոմս գտան, որ եղբայրս պետք էր ճամփորդեր, ասացին մի փորձանքից պրծնենք, իմ հետ զրույցներ կատարեցին, հրաժարվի, գնա, լավ ապրում ես, թագավորի Ինչ գործ ունես, անդառ գլուխը դարդի տակ։ Այո, համակարգը գործում էր, հետաքրքիր է գիտեք որն է, որ նույն համակարգը այն ժամանակ Կենիայում էր գործում։ Նրանք էլ ասում էին սպիտակամորթ ես, ինչ գործ ունես, թող գնա, այսինքն կապ չունի աշխարհագրական դիրքից, այդ դավաճան համակարգը միշտ նույն բառերն է ասում ու նույն ձև է գործում։ Դե դավաճանները ընդհանուր շատ գծեր ունեն։ Այո։ Շատ գծեր ունեն։ Լավ, եւ դուք հիմա ես գիտեմ, որ այս երկու օրը վերջնական դատական վճիռ է կայացվելու ձեր անձի հետ կապված, հույս ունենք, որ ամեն ինչ բարեհաջող կլինի։ Հերթական, բայց վերջնական չի, այսինքն հենց եթե չեմ սխալվում, ամսի 24-ին էր որոշումը դատավորի, որ տնային կալանքից նույնպես փոխեց վարչական հսկողության եւ դատախազությունը միանգամից բողոքարկեց այդ որոշումը, մենք էլ ենք բողոքարկել, որպեսզի ընդհանրապես այս բրասլետը եւ կարգավիճակը փոխվի։ Հիմա բրասլետով եք ման գալիս։ Տեսա, ես էլ ասում եմ, օրիգինալ ժամացույց եք կապում, բարձում է դա ժամացույց չի։ Հա, ոտից չափի չունեին, ձեռքիս են ամրացրել։ Մի խոսքով որոշում հերթական լինելու է այսքանի օրը, այո, թե նորից տնային կալանքի կփոխեն, թե կհանեն, գերեվա, այս իշխանությունից ամեն ինչ սպասելու է, բայց հաստատ, որ սա վերջնականը չի լինելու, նրանք էլի վճռաբեկ են գնալու, անցած անգամ վճռաբեկը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այդպիսի դավադիր որոշում կայացրեց, նույնիսկ պարոն Քոչարյանի գործով վճռաբեկը որոշում չկայացրեց, նա բեկ անեց, ուղարկեց վերաքննիչ, այսինքն վճռաբեկը հասկանալով, որ նա վերջին ինստիտուտն է եւ պետքա պայքարի մարդու իրավունքների եւ արդարադատության համար, շատ դավադիր քայլ է կատարում, երբ որ մարդու իրավունքները սահմանափակում է եւ կալանք է տալիս։ Դե գալով Հայաստան դուք տեսաք իսկ իրականում ինչ իրավիճակ է այստեղ, ականատես եղաք այդ սրբազան շարժմանը, եկեղեցի, ասենք, իշխանություն այդ հակամարտությանը, այդ մասին ինչ կարող եք ասել։ Ես եկեղեցի իշխանություն հակամարտություն չեմ տեսնում, իմ կարծիքը ասել եմ, մեր դիրքորոշումը ասել ենք, երկուսն էլ սնվում են մեկ աղբյուրից, երկուսն էլ պետքա գնան։ Ինչ վերաբերում է հարձակումը եկեղեցու վրա որպես ինստիտուտ, իհարկե դա համ մանիպուլյացիա է, համ ազգային արժեքների զրկման փորձ, որը որ այս իշխանությունները կատարում են։ Ես միշտ ասել եմ, որ ազգը հիմնվում է 3 սյունի վրա՝ մշակույթ, բանակ եւ հավատ։ Կրոն չասենք, քանի որ կրոնը դա կորպորացիա, բիզնես է։ Հիմա մշակույթն ու բանակը կազմաքանդել են, մեր ազգին մնում է վերջին սյունը, դա հայ առաքելական եկեղեցին է, որը որ տարբեր կողմերով փորձում են կազմաքանդել։ Ինչ վերաբերում է վեհափառին, սա կգնա, մյուսը կգա, սա գոնե կնոջ հետ է եղել, եթե եղել է, իրանց բերած թեկնածուն կամ մանկապիղծ է լինելու կամ ԼԳՊՏ-ից ինչ-որ մի հատ տերդեր։ Պարոն Սարգսյան, ինքան հանգիստ այդ ամենի մասին խոսում եք, կարծես դա սովորական երևույթ է դարձել ոչ միայն ձեզ համար, այլ նաև մեր երկրի ազգաբնության համար։ Նայեք, մշակույթը ասեցիք, մշակույթը իսկապես այսօր գտնվում է մեր հայկական մշակույթը ոչնչացման եզրին։ Ունեք ինչ-որ ծրագիր այս իրավիճակը շտկելու։ Տեսեք, ես երկու ծրագրի շատ մեծ տեղ եմ տվել, մեկը ռազմավարականը, մյուսը մշակույթը, եթե թույլ տաք ես կարդամ ինչ եմ գրել այդ մշակույթի մասին, ասենք սկիզբը, որ քանի որ շատ ծավալուն է գրածը, հա, եթե թույլ տաք ես կարդամ ինչ բառերով է սկսվում, ուրեմն այդ աշխատությունը սկսվում է մշակույթը հայկական պետականության ողնաշարն է, ինքնության պահպանման մեխանիզմը եւ աշխարհում մեր ճանաչելիության ամենաուժեղ գործիքը։ Ուրեմն այս 3 թեզով արդեն հասկանալի է մշակույթը ինչ դեր ունի պատմական հիշողության վրա, ինչ դեր ունի ազգի ճանաչելիության վրա, սփյուռքի հետ կապի վրա, այսինքն դա իրոք ողնաշարն է եւ աշխարհով մեկ մեր ճանաչելիության հիմնական գործիքն է եւ ուժեղ մեխանիզմ է ամեն ինչի համար։ Մշակույթի համար էլի եմ ասում, շատ ծավալուն է, եթե հենց հիմա խոսանք, երևի մի քանի հաղորդումով չենք վերջացնի, բայց այդ 3 խոսքով, որ ես սկսում եմ այդ աշխատությունը, ինձ թվում է ամեն ինչը հենց բացատրվում է, այո։ Գիտեք, դուք մեր այն եզակի կարելի ասել անձացիք, որ ձեր հասարակական քաղաքական գործունեության առաջին իսկ օրից հայտարարեցիք, որ ամբողջովին վերականգնելու եք Արցախի ամբողջականությունը եւ սա շատ պատասխանատու հայտարարություն է, դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Այո, ես նորից կկրկնեմ, սա ոչ թե պոպուլիստական թեզ է, ոչ թե միայն Արցախի, այլ Նախիջևանի եւ նույնիսկ ասել եմ, որ քանի օրում դա կլինի, երբ որ մարդիկ ասում են դու հավատում ես դրան, այստեղ հավատը ոչ մի կապ չունի, ես ձմեռ պապին եմ հավատում, այստեղ հավատի մասին խոսք չկա, այստեղ խիստ ռազմավարական հաշվարկներ են եւ ծրագրեր են եւ ասել ենք, որ մենք խաղաղության
այս ընթացակարգով կողմնակիցը չենք, քանի որ այսօրվա խաղաղությունը դա զիջողականություն է եւ զիջողականությունը երբեք վերջ չի ունենալու։ Մենք մեր ժողովրդին, մեր ընտրողներին հիմիկվանից ասում ենք, մենք պատերազմ ենք բերելու, խաղաղություն չենք բերելու, բայց եւ ասել ենք, որ առանց Հայի Արյան վարձկաններով լսել ենք բազմաթիվ քննադատություններ, բա եթե վարձկանները պարտվեն, բա եթե սա լինի, բա եթե փող տան, բա վարձկանները ով փողա տալի նրա կողմից են, ուրեմն կասեմ, որ բա այդքան փող ունեցող կայք Հայաստանում 44 օրյայի ժամանակ, ինչի փող չտվեցիք, որ Ալիևի բերած վարձկանները մեր կողմից կռվեին, կամ Ուկրաինան փող չունի, որ Վագներին տար կամ մյուս վարձկաններին տար, որ շրջվեին Ուկրաինայի կողմից կռվեն։ Ուրեմն վարձկանները պատմության մեջ գրեթե չի եղել, որ պարտվեն, եղել են շատ քաղաքական սխալ որոշումներ, այսինքն կարանք Բախմուտը նայենք, հենց այդ նույն Վագների 50,000 զոհ տալը, որը որ իրականում ռազմական նշանակություն չուներ, դա քաղաքական նշանակություն էր եւ չգիտեմ Ռուսաստանը ինչով էր հիմնվում, որ այդքան զոհ տվեցին այդ քաղաքը գրավելու համար, բայց էլի գրավեցին, կարամ ասեմ ֆրանսիական Foreign Legion-ը, հա, արտասահմանյան լեգիոնը, կարան էլի մեզ քննադատողները ասեն Աֆրիկայում էս վերջերս Վագները ինչ-որ պարտություն տարավ, նա պարտություն չտարավ, մտան, կատարեցին իրենց գործողությունը, կատարեցին հեղաշրջումը, Ռուսաստանին պետք էր Ֆրանսիային այդ ուրանի հումքից զրկեցին, եղավ պայմանավորվածություն, դուրս եկան։ Ամբողջ աշխարհը այսօր հիմնված է հզոր պետություններից սկսած վարձկանների վրա։ Եւ հզոր պետությունները ինչու են վարձկան օգտագործում, առաջին հերթին, որ երբ որ այսպես ասած վարձկանն է պարտվում, բարոյական կողմից երկիրը չի պարտվում, այսինքն, բայց էլի եմ ասում, պատմության մեջ այդպիսի դեպքեր չկան, որպեսզի վարձկանները պարտվեն։ Եվ երկրորդը, ինչու են վարձկաններին օգտագործում, կան հզոր պետություններ, որ միջազգային իրավունքի կողմից չեն ուզում ցույց տալ, որ կատարում են ռազմական գործողություններ այս կամ այն ռեգիոնում եւ օգտագործում են վարձկաններին։ Իրաքը գրավեց վարձկանների կողմից, ել չասեմ Լիբիան եւ բոլոր այդ արաբական գարունը հենց վարձկանների կողմից կազմակերպված ազատագրական շարժում էր։ Էլի մեզ քննադատողները ասում են Blackwater-ը, որ Իրաքը գրավել էր, դուրս եկավ, դուրս չեն եկել, հարսանիքի դեպք եղավ, երբ որ Blackwater-ը ուղեկցում էր կարևոր անձի եւ արաբները հարսանիքի շարաշունով փորձում էին մոտիկանալ, նրանց զգուշացրեցին եւ կրակեցին հարսանիքի վրա, որոշ ժամանակով իբր դուրս եկան, հետո անունը փոխեցին Blackwater-ից ուրիշ բան դրեցին, էլի գտնվեցին Իրաքում։ Այսինքն, այո, խաղաղությունը այս թեզով խաղաղություն կարող է լինել, եթե դու ունես լծակ հակառակորդի վրա կամ թշնամու վրա։ Այսօր միջազգային իրավունքը չի գործում, երևի ես կասեի ամենավատ վիճակում է գտնվում միջազգային իրավունքը, տեսնում ենք Գազայի դեպքերը, տեսնում ենք տարբեր այլ դեպքեր, երբ որ միջազգային իրավունքը սահմանափակված է ինչ-որ հայտարարություններով, տեսանք Արցախի հայաթափման դեպքը, տեսանք Արցախի այդ ցեղասպանության դեպքերը եւ միջազգային իրավունքը ոչինչի չհասավ, 1 տարի համարյա Արցախը շրջափակման մեջ էր, 4 ամիս էլ ընդհանրապես առանց սննդի էր եւ միջազգային իրավունքը չգործեց, միջազգային որոշումները չգործեցին, դա մենք չենք կարող այսօր համարել լծակ։ Ես պիտի ասեմ, որ այն քաղաքականությունը, որը վարում են մեր իշխանությունները, անհասկանալի է։ Ես չգիտեմ դուք ինչպես, բայց ես չեմ տեսնում այս գործնեության վերջում ինչ որ հույսի այսպես նշումներ։
անդադ խոսում են խաղաղության պայմանագրից, որ մենք արդեն հասել ենք համարյա դրան, այդ հատկապես Վաշինգտոնյան հանդիպումից հետո, բայց երկրի իշխանությունները կարծես թե կապ չունեն մեր ժողովրդի հետ։ Այ ձեզ համար ընդհանրապես ով է վարչապետ Փաշինյանը, ինչ կարող եք ասել նրա մասին։ Ուրեմն ինձ համար վարչապետ Փաշինյանը եւ այսօրվա ամբողջ իշխանությունները դրանք դավաճաններ են, ինչպես դուք ճիշտ նշեցիք, ընդհանրապես հայության կամ հայ շահի հետ ընդհանրապես գործ չունեն եւ նրանք երկիրը տանելու են կազմալուծման, որպեսզի իրենց կատարած հանցանքների համար պատասխանատվություն չկրեն, ինչպես արվեց Արցախում։ Միակ ճանապարհը, որպեսզի այս մարդիկ վաղը հայկական տրիբունալի դիմաց չկանգնեն, դա Արցախի պես Հայաստանի կազմալուծումն է։ Ուրիշ ճանապարհ նրանք չունեն։ Սարսափելի բան եք ասում, այսինքն Հայաստանը կարող է հայտնվել Արցախի վիճակում։ Այո, Հայաստանը համարյա հայտնված է այդ վիճակում, մի քիչ կարող է ընտրություններից առաջ ձգձգեն, իսկ ձեզ ինչ է թվում 4-րդ հանրապետությունը դա ինչ է լինելու։ Ով գիտի։ Ով է խոսացել ընտրարշավի ժամանակ 4-րդ հանրապետության մասին, ով է պատգամ տվել, իշխանությունը հռչակագրի մեջ գրված է, պետք է կատարի ժողովրդի պատգամները եւ իղձերը։ Ով է այդ պատգամը իրանց տվել 4-րդ հանրապետություն ստեղծելու, ով է ծրագիրը տեսել, ընտրարշավի ժամանակ նրանք եկել են այդ ծրագրով, ասել են, որ 4-րդ հանրապետություն ենք ստեղծում կամ չենք ստեղծում։ Նրանք հասկանալով, որ սահմանադրության փոփոխությունները չի հաջողվելու հանրաքվեն նրանք պարտվելու են, ավելի խորամանկ քայլի են դիմում, ստեղծենք 4-րդ հանրապետություն, որտեղ որ հռչակագիրը, նոր հռչակագիր է գրվելու եւ չեն էլ ասում լինելու է Թուրքիայի մաս, եթե նայենք Ատլանտյան խորհրդում ես վերջերս այդ Ռայմոն Թութի ասածը, նայենք Թուրքիայի, Ամերիկայի դեսպանի ասածը, Ռայմոն Թութը ասել էր, որ Տաջիկստանը եւ Հայաստանը պետք է միանան Թուրքիային, Թուրքիան պետք է լինի որոշող մասը այս ռեգիոնում, այսինքն ուր ենք գնում, արցախցիք գոնե տեղ ունեն գալու, բա մենք ուր ենք գնալու, ձեր բռնած գաղթի ճանապարհ, այդ ամենավատ բառն է մեր ազգի մեջ, որ մտած այդ գաղթը։ Գաղթականի կարգավիճակը սովորական է, հա, ուզում եք ասել մեզ համար։ Չէ, սովորական չի։ Ժողովուրդը պետք է հասկանա եւ ընտրություն անի։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ չի կարա ամեն անգամ նույն քայլը անի եւ սпасի այլ արդյունքի։ Եթե դու միշտ անում ես նույն քայլը, արդյունքն էլ նույնն է լինում։ Թե ֆիզիկա, թե քիմիա, հիմա աղը խառնես ջրի մեջ, աղը ջուր է ստանալու, շաքարը խառնես, քաղցր է ստանալու։ Այսինքն եթե դու ընկերոջ համար, թաղի տղայի համար, ձեթի համար, պիցայի համար, չգիտեմ, պայուսակի համար վաղը գնալու ես ընտրես խաթրի համար, դու ստանալու ես նույն արդյունքը։ Դու չես կարող ստանալ մեկ այլ արդյունք։ Ամեն 30 քանի տարի նույն քայլերն են արել այս ժողովուրդ։ Թաղի տղեն է խնդրել, բարեկամն է խնդրել, խնդրում են ձեզ։ Գնա ասեք, հա, գնացեք ձեր ճիշտ ընտրությունը արեք։ Ոչ թե խաթրով գնացեք, հետո էլ նստեք, ասեք, «Էս ինչ է, խի չի փոխում», բայց ո՞նց պետք է փոխվի։ Նույն քայլը անելով, նույն արդյունքն ես դու ստանալու։ Այս համակարգը են ստեղծված է դրա համար։ 2026 թվականին տեղի են ունենալու համապետական ընտրություններ ազգային ժողովի։ Ասենք, այնպես զարգանան իրադարձությունները, որ Արտակ Սարգսյանը դառնա Հայաստանի վարչապետ, որոնք են լինելու ձեր առաջին քայլերը, որոնք են ձեր կարմիր գծերը։ Ուրեմն առաջի քայլը ասել ենք, հենց առաջի օրվա որոշումը մենք ժողովրդին խոսք ենք տվել գույքահարկի հանել ամբողջությամբ եւ քաղաքային տրանսպորտը անվճար, դա ժողովրդի խոսք տվածն է մեր կարմիր գծերը, դա խոսքի ազատության սահմանափակում չլինի, խոսքի ազատությունը պետք է լինի խոսքի ազատություն։ Ես ձեր անցած հաղորդման ժամանակ էլ ասացի, որ դա պարադոքս է, որ բռնապետները չեն հասկանում, բայց բռնապետների հենց անկումը սկսում է դրանից, երբ որ ինչ որ մեկը սահմանափակում է խոսքի ազատությունը, նա առաջինը սահմանափակում է հենց ինքը իրեն։ Այսինքն առաջինը խոսքի ազատություն եւ
մյուս կարմիր գիծը, որ շատ կարևոր կարմիր գիծ է, ընդհանրապես քաղբանտարկյալներ չունենալ երկրում, ընդհանրապես։ Ես ասել եմ, եթե մենք պետք է ունենանք քաղբանտարկյալ, դա մեկ հոգի է լինելու Իլհամ Ալիևը։ Դա միակ Հայաստանի քաղբանտարկյալն է։ Հիմա կասեն, ինքը Հայաստանի քաղաքացի չի, ինչ քաղբանտարկյալ։ Գեներալ Նորիոգյան Ամերիկայի քաղաքացի չէր, բայց Ամերիկայի միակ քաղբանտարկյալն էր։ Այո։ Պարոն Սարգսյան, այ հիշատակեցի գույքահար, դուք տեսնում եք, թե ինչ է կատարում, ինչ թանկացումներ։ Գույքահարկը մեզանում 200-300%-ով թանկացել է, սա թալան է օրը ցերեկով։ Ուրեմն տեսեք, թե ասենք ընդհանրապես գույքահարկ ինչի պետք է լինի։ Ես ու դու ծնվելուց պայմանագիր չենք կնքել ես պետության հետ, խաբում են ժողովրդին միած սեփականության վկայական են տալիս, հələ այն առաջներում վկայականները ասենք ասած գլոսի կապույտ գիրքեր, հիմա այդ էլ համարեցին, շատ մի հատ թղթի կտոր են տպում, քեզ այդ սեփականության վկայականը տալիս են, ասենք այն քարն ու հողը, որ քեզանից միլիարդ տարի առաջ եղել է, ու հետը չես է տանելու, խաբում են մի հատ սեփականության վկայական են տալիս, որ դու էլ գույքահարկ վճարես։ Ինչի համար դու վճարես։ Մեր հարևան Վրաստանում գույքահարկ չկա, կան երկրներ, որտեղ գույքահարկ չկա։ Ժողովրդի խաբեություն, ինչի՞ պիտի գույքահարկ։ Մեր կենտրոնը բնակեցված է եղել մեր մտավորականներով, մեր գիտնականներով, ասենք կոմունիստները այդպես են արել։ Հիմա այդ խեղճ մարդկանց ասում են դուք ծախեք ես եղածը։ Գնացեք ստեղից ապրեք, ես որտեղ, հա, այդ մարդկանց ներդրումը Հայաստանի մշակույթի, գիտության, կյանքի մեջ, այսինքն հասցնում են զրոյի, ոչ միայն զրոյի, այդ մարդկանց հիասթափեցնում են, որ այդ իրանց ներդրումը ունեզրկում են։ Այո, ունեզրկում են, ճիշտ ասեցիք, որ հաջորդ ծերունն է տենա, ինչի համար էս պետության համար մի բան անեմ, էս չի վերջում սկի չեն թողելու այդ մի փոքր 4 պատի մեջ ապրեմ։ Դե փաստորեն այս իշխանությունները այսպեսի մի քաղաքականություն են որտեղրել, ժողովրդին թալանելով լցրել պետական բյուջեն։ Այո, ու շատ խորամանկ են անում, ասենք, քանի որ պարակտումը իրանք ստեղծել են, եթե ամբողջ Երևանում գույքահարկը բարձրացնեն, ժողովուրդը ոտքի կանգնի, բայց հիմա որ մասամբ են անում, Մասիվցին ասում է, դե հիմա կենտրոնի ժողովրդի համար ինչի ոտի կանգնեմ, Կոմիտասցին նույնն է ասում, բայց նրանք չեն հասկանում, որ 26 թվականի ընտրություններից հետո համատարած է լինելու թանկությունը եւ բացի այդ թանկությունից հիմա մենք ստանում ենք հաշիվներ, որ իրականությանը չի համապատասխանում եւ ժողովրդի կեսը գնում վճարում է։ Դատական համակարգն են փչացրել այդ 5000 դրամ տուգանքները, մարդ ասում է, դե գնամ փաստաբան վարձեմ, ավելի լավ է 5000 դրամը վճարեմ, գնամ, ասենք։ Ես չեմ վճարում, ես ամեն անգամ բողոքարկում եմ եւ հասնում եմ արդյունքին։ Թե ՍՊ-իս վրա տուգանքներ, թե մեքենայի համար տուգանքներ, ամեն ինստիտուտ, ամեն ստրուկտուրա այս երկրում ստեղծված է խաբեության հիմունքով։ Բոլորը իրար խաբում են, սկսված պետությունից, վերջացրած արհեստավորներից, վերջացրած ամեն ինչով։ Այսինքն մեր պետության ինստիտուտները հիմնված են խաբեության վրա, բոլորը։ Թաղապետարանը խաբում է, քաղաքապետարանը խաբում է, վարչապետը խաբում է, ինչքան էլ ասում են, որ ամենաճիշտ խոսացողն է, դա ուրիշ բան է։ Ես նկատի ունեմ ինստիտուցիոնալ բոլորը հիմնված է խաբեության վրա։ Սուտը կեղծիքը այսօր իշխանությունների գործելակերպն է։ Այո։ Այնքան են խաբել, որ հիմա որ սուտել են ասում, մարդիկ ասում են դե մեկ այլի իրանք էլ էլի։ Ես զարմանում եմ, սիրելի ժողովուրդ, ախր դուք հարցրեք ձեզ, ովքեր են սրանք, որտեղից եկան, ինչպես։ Չգիտեմ էլի, քաջնազարների շքահանդեսը շարունակվում է։ Չի կարող շարունակվել, տեսեք, պարոն Ղուշյան, նրանց ռեյտինգը շատ ցածր է, շատ ցածր է, հատկապես վարչապետի ռեյտինգը շատ ցածր վիճակում է գտնվում եւ միակ ուժը ժողովուրդն է։ Ժողովրդից բացի ուրիշ ուժ չկա, նրանք հասկանալով, վախենալով էս
ժողովրդի ուժից չեն կարողանում անել են դավադիր ծրագիրը, դրա համար փորձում են տարբեր ընտրական, նախընտրական հնարքներ ձեռք բերել, ինչպես վաղաշապատում արեցին եւ մեր հիմնական հասարակության, մեր պետականության վտանգը մեր այսպես կոչված ընդդիմությունը կամ չընդդիմություններն են, այդքան վտանգավոր չի այս իշխանությունը, ինչքան այսպես կոչված չընդդիմությունները, որը որ վաղաշապատի ընտրություն խոյի միացումը, ինչի փարաքարինը չմիացրեցիք, 70% ուզում եք հաղթեիք ընդեղ, չէ, չեն էլ հնչեցրել, եթե հարցնես կասեն, որ ասեինք լսելու են մեզ, դուք ասեիք, չհամաձայնվեք։ Մեր ժողովուրդը այնքան ամպերատար է։ Ես շնորհակալ եմ, որ եկա, բայց ես ուզում եմ, որ առաջիկայում մեր հանդիպումները լինեն ձեզ հետ այսպես մշտական տարբերակով, որովհետև ասելու, խոսելու շատ բան կա, մեկ հաղորդման ընթացքում հնարավոր չէ։ Այսօրվա համար շնորհակալ եմ, որ եկաք։ Եվ հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի։ Սիրով, շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել էինք Քոչարի կուսակցության նախագահ Քենիայի փոխոստիկանապետ գեներալ լեյտենանտ Արտակ Սարգսյանին։ Սպասենք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։